Գիրք ելից, գլուխ 27, ողջակեզի զոհասեղանը, և զոհասեղանը սատիմի փայտից շինիր, երկարությունը 5 կանգուն, սեղանը քառակուսի թող լինի, և նրա բարձրությունը 3 կանգուն, և նրա եղջյուրները նրա 4 անկյունների վրա շինիր, նրա եղջյուրներն իրենից լինեն, և այն պղնձով պատիր, նրա մոխիրը հավաքելու համար նրա ամանները, թիակները, տաշտերը, մսահանները և նրա կրակարանները շինիր, նրա բոլոր սարքերը պղնձից շինիր, և նրան մի ցանցանման գահավորակ շինիր, պղնձից, և ցանցի վրա պղնձյա 4 օղակ շինիր, նրա 4 անկյուններում, և այն դիր սեղանի շրջանակի տակ, ներքևից, որ ցանցը մինչև սեղանի կեսին հասնի, և սեղանի համար ձողեր շինիր, ձողերը սատիմի փայտից, և դրանք պղնձով պատիր, և նրա ձողերը օղակների մեջ պետք է անցկացվեն, և ձողերը սեղանի երկու կողքերին լինեն, այն վեր բարձրացնելու համար, սնամեջ և տախտակներից շինիր այն, ինչպես որ լեռան վրա քեզ ցույց տրվեց, այդպես պետք է շինեն, և խորանի բակը շինիր հարավային կողմի համար, բակի առագաստները մանված բարակ քաթանից, մեկ կողմի երկարությունը 100 կանգուն, և նրա 20 սյուները, նրանց 20 խարիսխները պղնձից և սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթից թող լինեն, և նույն ձևով հյուսիսային կողմի համար երկայնքով պետք է 100 կանգուն երկարությամբ վարագույրներ լինեն, և նրա 20 սյուները և նրանց խարիսխները պղնձից, սյուների բևեռները և նրանց ճանկերը արծաթից լինեն, և սրահի լայնությամբ արևմտյան կողմում վարագույրները 50 կանգուն, նրանց սյուները 10 և նրանց խարիսխները 10 լինեն, և սրահի լայնությամբ արևելյան կողմից դեպի արևելք 50 կանգուն, և դարպասի մի կողքի վարագույրները 15 կանգուն լինեն, նրանց սյուները 3 և նրանց խարիսխները 3, և մյուս կողքի վարագույրները 15 կանգուն, նրանց սյուները 3 և նրանց խարիսխները 3, և բակի դարպասի համար մի ասեղնագործ վարագույր կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից և մանած բարակ քաթանից 20 կանգուն, նրանց սյուները 4 և նրանց խարիսխները 4, բակի շուրջ բոլորը եղած բոլոր սյուներն արծաթյա կառթերով և դրանց բևեռներն արծաթից ու դրանց խարիսխները պղնձից թող լինեն, բակի երկարությունը 100 կանգուն և լայնությունը ամենուրեք 50 և բարձրությունը 5 կանգուն, առագաստները նրբահյուս քաթանից, իսկ դրանց խարիսխները պղնձից թող լինեն, խորանի բոլոր անոթներն իր բոլոր ծառայությունների համար և նրա բոլոր ցիցերը և բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն, և դու պատվիրիր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր ծեծած ձիթապտղի յուղ բերեն լույսի համար, որ միշտ ճրագ վառվի, Ահարոնը և նրա որդիները ժողովքի խորանում, վարագույրի դրսի կողմում, որ վկայության առջև է, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առջև թող կարգադրեն վառել այն, ու նրանց համար հավիտենական կանոն թող լինի, իրենց սերունդների մեջ, Իսրայելի որդիների կողմից։